Multigroup կոնցեռնի ընկերությունները գիտեք, որ խոզարկություններ են կապարակնվել են շատերը փաստորեն այնտեղի հետ կապված ոչ մի հարց չկա, այսպես է դուրս գալիս։ Այսինքն հարցը չհասկացա Այսինքն ներկայացվեց, որ հայ-իրանական պալետի ստեղծման հետ կապված տվյալ պարագայում պարոն Ծառուկյանի մեղադրանք կառաջադրվի, այսինքն ձերբակալվել է պարոն Սարգսյանի կողմից նշված մեղադրանքներով, ըստ էության մյուս գործերը ուղղակի այս ճնշումների շարունակությունն է, որպեսզի բոլոր հիմնարկ ձեռնարկությունների գործունեությունը կանգնացվեն։ Պարոն Սարգսյան, պարոն Խաչատյան, այսինքն խարդախության եւ փողերի լվացման հոդվածներով իրեն մեղադրանք արդեն առաջադրել են։ Դե ձերբակալել են դատարան ներկայացնելու համար, ըստ էության հիմա մենք կշարժվենք քննչական մարմին ու հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը կներկայացվի պարոն Ծառուկյանին։ Պարոն Խաչատյան, 12 ժամ համարյա ներսում էին իրավապահները, կարող եք այդ process-ից մի փոքր ներկայացնել, ինչ էին փնտրում, ինչ վերցրեցին, ինչ էր տեղում։ Ճիշտ ասած, ինչ որ փնտրում էին ու գործին վերաբերելի որևէ նյութ չեն վերցրել ըստ էության, իսկ մնացած ինչ որ վերցրել են ապօրինի, դրա մասին հայտարարությունները մեր կողմից կատարվել են ու հետագայում բողոքարկման process-ներ կսկսվեն։ Այս պահին ոչ։ Ամեն դեպքում գործին վերաբերելի պատասխանատու կերպով ասում եմ, գործին վերաբերելի որևէ փաստաթուղթ իր առարկա չեն վերցրել։ Մի բան էլ ավելացնենք, հա, այսինքն ինչ է ստացվում, որ ամբողջ պետական իրավապահ համակարգը այսօր մոտ, եթե չեմ սխալվում, տեղեկություններ եկան, որ մոտ 70 հասցեով խոզարկություններ են կատարում, բոլոր հնարավոր գործարանները, սպորտային կոմպլեքս, չգիտեմ, օլիմպիական կոմիտե եւ այլն, բոլորը խոզարկություններից հետո կապարակնքվել են, այսինքն գործարանների գործունեությունը սպային պետությունը դադարեցրել է, այսինքն դա լուրջ վնասներ է պատճառում եւ պետությանը եւ ընկերություններին եւ այն քաղաքացիները, ովքեր արդեն կլինեն մոտ 1000-ից ավել, որ պետք է աշխատեն աշխատանքից ըստ էության սպային զրկված են եւ այլն։ Հիմա սա նշանակում է, որ պետական լծակները ամբողջությամբ կիրառվում է Ծառուկյանի նկատմամբ, ավելին ասեմ, նույնիսկ հենց այսօր հիշել են, որ Աբովյանի քննչական բաժնում ինչ որ քրեական գործ կա, որով այն կենթանիները, որ այստեղ պայմանական ազատ վիճակում են, այսինքն պահվում են, որոշել են, որ պետք է այս կենթանիները շատ վատ են այստեղ գտնվում, պետք է արագ վերցնեն, տանեն կենթանաբանական այգում փոքր վանդակների մեջ գցեն, որովհետեւ այնտեղ իրենք ավելի լավ են պահելու, այդ կենթանիների համար ավելի լավ է լինելու։ Այսինքն այս ամեն ինչ ուղիղ վկայում է նրա մասին, որ կոնկրետ մի կետից հանձնարարել են հնարավոր բոլոր եղանակներով ցավացնել եւ սա իրավական գործընթացից ոչ մի կապ չի կարող ունենալ։ Ճիշտում ձեր նկարագրած այդ հայ-իրանական թեման, որով ասացիք իրեն պատրաստում են մեղադրանք առաջադրել, դա վերաբերում է խարդախությանը, թե փողերի լվացմանը, թե երկուսն էլ այդ նույն թեմայով է։ Նույնի շրջանակում է, բայց այն դեպքում, երբ որ հայկական կազմակերպությունն է ներդրումները կատարել, հիմնական ներդրումները եւ հակառակ կողմը իր խոստումները չկատարելով որոշակի ու չեմ ուզում ես ուրիշների արարքներին գնահատական դեռևս տամ, բայց կոպիտ ասած խարդախություն իրենք են կատարել, բայց փոխանակ այս պարագայում այս հայկական կազմակերպությունը, որովհետեւ երկկողմանի է կազմակերպությունը կամ դրա ներկայացուցիչները ճանաչվեն դուժող են ճանաչում փաստացի իրանական կողմը եւ սրանով ըստ էության մեր քաղաքացուն կամ մեր կողմի կազմակերպությանը հայկական կողմը դնում է վատագույն։ Իրենք այսպես է միշտ, երբ որ որևէ հանցագործություն իրենք որակում են, դա կլինի խարդախություն, արկերից խուսափում, պարտադիր Հայաստանի Հանրապետություն կարծեք թե այս տիպի գործերով պարտադիր է դարձել հետևից մի անգամից փողերի լվացում, որ ասենք թե ինչ արել այդ գումարը, որ լվացել է իրենք չգիտեն։ Կա գումար, հետևաբար փողերի լվացում, իհարկե փողերի լվացումը դա չի բացարձակապես, փողերի լվացումը նա է, որ դու ամեն ինչ պետք է անես տարբեր գործարքներով ծագումը եւ պատկանելությունը խեղաթյուրելու, իրենք այդ նման ոչինչ չեն նկարագրել, ընդհանրապես ձևական հոդվածներ, որպեսզի ավելի ծանրացնեն վիճակը։ Այս բան ավարտենք, մենք գնանք քննչական մարմին։ Կենթանիներին ասացիք տարել են ինչ որ քրեական գործի շրջանակում, հա, որ իրենք ասում են, որ կենթանիներին այստեղ պահելու իրավունք չկա։ Այսօր հիշել են դրա մասին եւ եկել են ու որոշել են, որ որոշ կենթանիներ հասկացել են, որ ամբողջը չեն կարող տանել, որովհետեւ եթե ամբողջը տանեն, նախ այդքան պետք է կարողանան պահեն։ Իսկ այստեղ այդ կենթանիները շատ լավ պայմաններում են պահպանվում, իսկ հիմա իրենք պետք է տանեն կենթանաբանական այգում, խոսքի մի քանի կենթանի փորձեն փոքր վանդակներում պահեն, ինչքանով կարողանան իրենք գիտեն։ Այս բան դեռևս տվյալ չունենք, առանձին էր գործողությունը կատարվում, դրա մասին առանձին կանդրադառնանք։